Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, Երկիր մեդիայի եթերում կրկին Հայ Վայբի հերթական թողարկումն է։ Որոնումների ու բացահայտումների ճանապարհին այսօր կանգ ենք առել Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, Էջմիածնում, իսկ մեր դիտակետում Սուրբ Գայանե եկեղեցին է։ Պատմիչ Աքաթան Գեղոսը իր հայոց պատմություն երկում ներկայացնում է քրիստոնեության տարածումը Հայաստանում եւ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է պատմությունը։ Աքաթան Գեղոսը առանձնահատուկ անդրադարձ է կատարել հռիփսիմյան կույսերին եւ ներկայացրել է կույսերի համառությամբ ու տոկունությամբ լեցուն կերպարը։ Նրանց հակադրվում է հեթանոս Տրթատ արքան։ Տրթատին ներկայացնում է ֆիզիկապես ուժեղ դյուցազնի կերպարում եւ առանձնահատուկ անդրադառնում է նրա քաջագործություններին, որովհետեւ հետագայում պետք է հակադրեր հռիփսիմյան եւ գայանյան կույսերի հոգեվոր ուժի դեմ։ Աքաթան Գեղոսն ասում է. ֆիզիկապես հզոր մարդը թուլանում է հոգեվոր ուժի հանդեպ։ Հռիփսիմյան եւ գայանյան կույսերը հետապնդման են ենթարկվում Հայաստանում եւ նահատակվում են։ Հետո արդեն ապաշխարած Տրթատ արքան կույսերի նահատակությունների վայրերում կառուցում է վկայարաններ։ 395 թվականին Սահակ Ապարթևը վերակառուցում է Սուրբ Գայանե վկայարանը։ Հետագայում արդեն 630 թվականին Եզրափ Փարաժնակերտցի կաթողիկոսը քանդում է վկայարանը եւ վկայարանի տեղում կառուցում է ներկայիս Սուրբ Գայանե եկեղեցին։ Տասնյոթերորդ դարում եկեղեցին եղել է կիսավեր։ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին ներկայացնում է, որ եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել։ Փիլիպպոս Աղբակեցին 1652 թվականին հիմնովին վերակառուցում է եկեղեցին, ինչպես նաև եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար կառուցում է ջրահեռացման համակարգ։ Սուրբ Գայանե եկեղեցու բակում ամփոփված են հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ բարձրաստիճան հոգեվորականներ եւ վանահայրեր, քահանաներ։ Այստեղ կա երկու շիրիմ, որոնց առանձնահատուկ ուշադրության ենք արժանացնելու եւ խոսելու ենք նրանց մասին։ Ռաֆու Խենթում ասվում է. ով որ մարդ սպանել եւ արյուն թափել չգիտե, նա իրավունք չունի ազատ լինելու։ Հայ ժողովուրդ, եթե ցանկանում ես ինչ-որ բան ստանալ եւ ազատ լինել, ցույց տուր, որ դու էլ կարող ես մարդ սպանել եւ ազատ լինել։ Պատահական չէր անդրադարձս Ռաֆու Խենթին։ Խենթի գլխավոր հերոս Վարդանի նախատիպի Սամսոն Տեր-Պողոսյանի շիրիմը Սուրբ Գայանե եկեղեցու բակում է, որի կողքին ենք մենք։ Շիրիմից 7 թզաչափ այն կողմ հայ ազատագրական պայքարի մեկ այլ հերոսի, Սմբատ Բորոյանի, նույն ինքը Մախլուտոյի շիրիմն է։ Ինչու են նրանք հայտնվել իրար կողքի, շատ հետաքրքիր պատմություն ունի։ Խաչիկ Դաշտենցի Ռանչպարների կանչը գրքում կա հատված, որտեղ ներկայացվում է, թե ինչպես զորավար Մախլուտոն վերջին անգամ գալիս է Էջմիածին եւ կաթողիկոսին է փոխանցում մի ծրար, որի մեջ գրված էր ընդամենը մի նախադասություն. Հավատքիս համար ինձ թաղեք Էջմիածնում, քաջությանս համար Խենթի կողքին։ Այս նամակը ուղղում է նաեւ հայրենի կառավարությանը։ Էջմիածինը պատրաստ էր ընդունել իր զավակին։ Եվ ահա 1956 թվականի մարտի 20-ին զորավար Մախլուտոն կնքում է իր մահկանացուն։ Եվ իր ցանկության համաձայն նրան թաղում են Էջմիածնում իր հավատքի համար, իսկ քաջության համար Խենթի կողքին։
Հայ ժողովուրդ, թող հավատքդ լինի անբեկանելի, իսկ կամքը դամուր։ Դե իսկ հայ վայբի այսօրվա թողարկումն այսքանն էր։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։